Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է փետրվարի 18-ի համար։ Տեսնենք մեզ բոլորիս ինչ է սպասվելու, գնայենք այս նոր քարտերով, վաղուց չեմ արել այս քարտերով, տեսնենք ինչ է սպասվում մեզ բոլորիս։ Գնայինք խոյերին։ Ահա, ինչ է սպասվում խոյերին փետրվարի 18-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը ձեզ ասում են, որ շատ եղեք ձեր արմատների հետ, ձեր հարազատների հետ, նաև ոչ է ուրախ մի բան տեղի կունենա ձեզ հետ, ոնց որ ասում են կյանքի ծաղկման շրջանն է, պայծառ շերտի սկիզբ է ձեզ մոտ գալիս, սպիտակ շերտ։ Նաև այդ օրը ձեզ հաճելի անակնկալ է սպասվում, հնարավոր է աշխատանքի հետ կապված, պաշտոնի հետ կապված, դիրքի հետ կապված կամ կգնահատեն այդ օրվա ձեր կատարած աշխատանքը, տնօրինությունը կամ հնարավոր է նաև որևիցե պաշտոն են ձեզ կամ առաջարկում կամ տալիս, դա է լինում ձեր այդ ինչ որ անակնկալը։ Նաև այդ օրը կհաղթահարեք յուրաքանչյուր խնդիր, որը որ կառաջանա ձեր մոտ, յուրաքանչյուր խոչընդոտ, եւ որովհետեւ լավ հրաշք կպատահի ձեզ հետ այդ օրը, ոչ թե որ ասում եմ մյուս քարտերով լուսավոր մի բան, հա, սա այստեղ ավելի շատ հրաշք մի բան է կատարվելու ձեզ հետ։ Հնարավոր է նաեւ այստեղ երեխայի ծնունդ է, հղիություն է, հա, դա կարող է լինել հրաշք։ Եվ ոմանք էլ արդեն նոր հոբի կունենան, այդ ինչ որ նոր բաներով կցանկանաք զբաղվել այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերի։ Ինչ է սպասվում ցուլերին փետրվարի 18-ին։
Հարգելի ցուլեր, ինչ որ բաներ չկան այստեղ ավելի շատ, այստեղ նաև հեռախոսազանգ կստանաք, նավր է հեռվից, շատ կարևոր հեռախոսազանգ, միգուցե դա ձեզ համար լինի, նաև հաճելի անակնկալ ունեք, այդ օրը հաճելի հանդիպում ավելի շուտ, բայց այնպիսի մարդ է, որ այդքան էլ ձեր լավը չի ցանկանում, դիմացից ինքը լավն է ներկայանում, բայց ինքը ընդհանրապես այդքան էլ լավը չէ, թշնամի է, որը ձևանում է որպես ձեզ համար շատ լավ ընկեր։ Իրեն կարող եք հանդիպել, ձեզ համար դա կարող է լինել հաճելի հանդիպում, բայց իր համար ոչ։ Եվ այդ օրը կարող եք վիճել, պետք է կողմնակ ձեզ զսպել, որպեսզի չվիճեք ինչ-որ մարդկանց հետ։ Ուրիշ ոչինչ այստեղ չկա, հուսով եմ բաց չեմ թողել։ Այսքանը, եթե այս մարդու հետ չլինեք, այստեղ կարող եք նաև գումար վաստակել, գումարի հետ կապված, գումար սկսել աշխատել կամ գնալ ինչ-որ միտեղ գումար վերցնել, եթե նման հարցեր են ծագում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկորյակների։ Ինչ է սպասվում եկորյակներին փետրվարի 18-ին։ Հարգելի եկորյակներ, այդ օրը ունեք հավատարմություն, որ ինչ-որ մեկն է, ով որ շատ հավատարիմ, մտերիմ է, հավատարմություն կա իր մեջ, միգուցե կասկածներ ունեք, եւ սա ապացուցում է, որ ոչ այդ մարդը ձեր հանդեպ բավականին հավատարիմ է։ Որևիցե մի հրաշք ձեզ հետ կկատարվի, նավր է հղությունը, ծննդաբերությունը ոմանց համար, նավր նաև ինչ-որ մի բան է, բայց պետք է ասեմ, որ սկզբում դա ոնց որ ձեզ ցավ է տալու, ոնց որ այդքան էլ փշոտ է, մի խոսքով, ոնց որ վարդը ինքը փշոտ է եւ ոնց որ սկզբում ինչ-որ մի բանը այնպես չէ, բայց հետո ամեն ինչ կարգավորում է, կարող այդ պահին կարող չեք զգում, որ ինչ-որ մի լավ բան է տեղի ունեցել, ձեզ համար դա դեռ վատ բան է կամ չեք պատկերացնում, որ այդ հրաշք է կատարվել, կամ ոնց որ մարդը հղի է, այդ պահին, լավ է, բայց ոնց որ մտածում է, ոնց եմ պահելու, ես իմ ուզում ենք, թե չէ, նմանատիպ ինչ-որ պահեր նաև կարող են լինել ձեզ մոտ։ Եվ այդ օր ինչ-որ մի բան կլինի, որը ստիպված պետք է մնաք տանը,
ինչ-որ մի բանի օրինակ սպասեք, ինձ հետ օրինակ եղավ դա, որ ես սպասում էի, օրինակ ապրանք պետք է գար եւ ես տանն էի մնացել, որ գար վերցնեի ապրանքը, այդպես կարող է ինչ-որ մի բան լինի։ Նաեւ շատ շուտով իրավիճակը կպարզվի եւ ամեն ինչ կհայտնվի իր իրական տեսքով, այսինքն ամեն ինչ պարզ կդառնա, միգուցե թե դուք տան նստել է ինչի էր հանգեցնում, միգուցե դա կարող է կապված լինել, կամ տանն եք նստած, որ սպասում եք ոչ իրավիճակի լուծման, որը պարզ կդառնա եւ հետո կարող եք արդեն տանից դուրս գալ, որ սպասում եք ինչ որ մի բանի կամ ինչ-որ մեկը պետք է գա, մի բան ասի, եւ այդ օրը գումարներ եք ծախսելու, նաև կարող է ձեր հարազատների հետ եք, հարազատների տուն եք գնում, ծնողների տուն եք գնում եւ իրենց վրա եք գումար ծախսում կամ իրենք են գալիս, այդպես իրենց հյուրասիրելու համար եք գումար ծախսում։ Նույն դեպս այդ օրը ասում են ձեզ, որ պետք է լինեք ձեր հարազատների շրջապատում, ձեր ակունքների, ձեր արմատների։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին փետրվարի 18-ին։ Հարգելի խեցգետիններ, այդ օրը ոմանց ամուսնության առաջարկ կանեն, ոմանց սիրո խոստովանություն, դա անկեղծ սիրո խոստովանություն է, անկեղծ է ամուսնության առաջարկ է, ոչ մի կեղծավորություն չկա մեջը, նաև ոմանց կարող են հրավիրել հարսանիքի, նշանադրության, ուզում են, որ դուք իրենց մոտ լինեք, անկեղծ են մարդիկ այդ օրը ձեզ հետ, բացի մեկից այնտեղ մեկը կա։ Նաև այդ օրը ոչ է հրաշք կպատահի ձեզ հետ, ոմանց համար սա հղիություն է, ծննդաբերություն է, ոմանց համար ոչ է մի լավ լուր է, ոչ է մի լավ բան է, որը տեղի ունենում ձեզ հետ։ Նաև ոմանք տանից տուն կտեղափոխվեն, ոմանք տան հարցերը կզբաղվեն, տան հարցերով, այնտեղ կլինեք, կզբաղվեք այդ գործողությամբ, տուն կմաքրեք եւ այլն։ Ոմանց մոտ է սա հստակ տեղափոխություն է։ Նաև որոշեք գլոբալ ինչ-որ առաջարկ կստանաք, որը կփոխի ձեր կյանքը, բայց այստեղ պետք է հասկանալ, որ կարող է նաև առաջարկողը լինի իբր ձեր ընկերը, բայց նա կարող է լինել նաև ձեր թշնամին, պետք է ուշադիր լինեք, թե ով է ձեզ առաջարկում, կամ եթե նմանատիպ առաջարկ կստանաք, շատ
կարևոր ձեզ համար, որը կփոխի ձեր կյանքը, ապա փորձեք չկիսվել ոչ ոքի հետ, որովհետև այդ պահին ձեր կողքը կանգնած է ինչ-որ մեկը, ով որ այդքան էլ լավը չէ, ձեր ընկերը ձևանում ուղղակի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կառույցների։ Ինչ է սպասվում առուսներին փետրվարի 18-ին։ Հարգելի առույցներ, այդ օրը կգտնեք այն հարցերի լուծումը, որը որ երկար ժամանակ էիք փնտրում։ Նաև այդ օրը ինչ-որ բան է ձեզ տխրեցնում, կամ ինչ-որ մեկն է կարող ձեզ տխրեցնում, ինչ-որ մեկին եք հանդիպում, դե փոխադարձ չէ ձեր հարաբերությունները, հա, ոնց որ ձեր զգացմունքները միմյանց նկատմամբ, կամ կարող է ձեր երկրորդ կեսն է ձեզ մի փոքր տխրեցրել այդ օրը իր վերաբերմունքով։ Եվ այդ օրը ոմանք կզբաղվեն թղթաբանությամբ, ոմանք նամակագրական կապ կունենան, կարող թղթերը նաև դասավորել, որ ինչ-որ միտեղ տանել այդ թղթերը, նմանատիպ գործերով կարող եք զբաղվել և իհարկե կարող եք ստանալ ոչ թե փաթեթ, ինչ-որ պատվիրել եք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կույսերի։ Ինչ է սպասվում կույսերին փետրվարի 18-ին։
Հարգելի կույսեր, այդ օրը ինչ-որ մարդիկ կան, ովքեր որ ձեր դիմաց լավն են դուրս գալիս, հա, բայց հետևից հարվածում են, այսինքն ձեր թիկունքի հետևում ինչ-որ բաներ է կատարվում, որը կարող է վնասել նաև ձեզ։ Եվ այդ օրը նաև ինչ-որ բան կարող է պատահել, որ պետք է մնաք տանը, ստիպված պետք է մնաք տանը, ինչ-որ հարցեր լուծեք տանից։ Եվ ձեզ հետ որության ինչ-որ անակնկալ է սպասում, ինչ-որ անակնկալ տեղի կունենա, նաև ոչ է գաղտնիք է բացահայտվելու, բայց պետք է այստեղ նաև ասեմ, եթե գաղտնիքը վերաբերվում է սիրային հավատարմությանը եւ այլն, ապա այստեղ կողքը հավատարմության քարտն է ընկել։ Դա նշանակում է, որ նման բան գոյություն չի կարող ունենալ, եթե գաղտնիքը դա է, եթե ոչ, այստեղ նաև հավատարիմ մարդիկ են ձեր շրջապատում լինելու, ձեր կողքը լինելու, ձեր շատ սիրելի մարդիկ, այդպես իրար հետ նաև կարող եք գնալ գնումներ կատարել, գումար ծախսել եւ ոչ է գաղտնիք կբացահայտվի այդ օրը։ Նաեւ այդ խոզերի հետ կապված, այդ այն մարդկանց, ովքեր որ ձեր հետևում ինչ-որ բաներ են անում, դրանց վերաբերյալ ինչ-որ բաներ կարող եք մտածել, ծանրութեթև անել, ինչ անել, ինչպես լուծել սրանց հարցերը ընդհանրապես, նման ինչ-որ կամ այնպես են արել, որ ինչ-որ հարցեր է առաջացել, որը որ ստիպված պետք է լինեք լուծել։ Գուցե իրենց վատարարքի կամ իրենց այդ մեջքի հետևից խփելու հետ կապված։ Եվ ոմանք այստեղ լուր կլսեն հղիության կամ ձերն է կամ ծննդաբերության այդպես։ Կամ դուք եք ծննդաբերելու կամ կլսեք այդ օրը այդ լուրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշարքների։ Ինչ է սպասվում կշարքներին փետրվարի 18-ին։ Հարգելի կշարքներ, այդ օրը ինչ-որ մի իրավիճակ է բացահայտվելու, պարզ դառնալու, որը միգուցե ձեզ համար փակ էր կամ այդ պահին չէիք հասկանում, հա, ինչ-որ բան է, որը լույս է տեսնելու, հա, ինչ-որ իրավիճակ է, որը պարզ կդառնա մի խոսքով ձեզ համար։ Նաև այն հարցին լուծում կտաք, որը չեք կարողանում երկար ժամանակ լուծեք։ Նաև այստեղ հավատարմություն կա, այստեղ նաև հաճելի հանդիպում։ Միգուցե հանդիպում եք ձեզ համար մտերիմ անձնավորության, հա, ինչ-որ մեկին, որ ձեզ շատ հավատարիմ է, նվիրված է, կամ ինչ-որ մեկը կարող է լինել ձեր կողքը այդ օրը, որը որ ձեզ նվիրված է եւ հավատարիմ։ Եվ բացի դա էլ այդպես հաճելի հանդիպում կունենաք ինչ-որ մեկի հետ։ Կարող է լինեն տարբեր մարդիկ։
Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնենք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին փետրվարի 18-ին։ Հարգելի կարիճներ, այդ օրը ոմանց աշխատանքում առաջ խաղացում է սպասվում, գործունեության մեջ առաջ խաղացում է սպասվում, նաև դա կարող լինել պաշտոն, կարող է լինել տնօրենը ձեզանից շատ գոհ լինի, ձեզ խրախուսի, առաջին տեղում լինեք բոլորից, հա, որ աշխատում է այդտեղ ձեզ մոտ։ Նաև այդ օրը ընկերների հետ կլինեք, ոչ մի տեղ կարող եք գնալ, իրենց հետ ժամանակ անցկացնեք եւ բամբասանք կա այդ օրը, այդտեղ բամբասում են ձեզանից, բամբասում են միգուցե բամբասանքը նաև վերաբերվում է ձեզ համար շատ հավատարիմ մեկից, կարող է դուք լսում եք այն ինչ-որ մեկի մասին, որ բամբասում են, կամ կարող ձեր զույգի մասին է, որ իբր խոսում են, այդպես բամբասում են իր ոչ հավատարմությունից, բայց այստեղ ընկած է հավատարմությունը, անհնարին է։ Այդ ամենայն դեպս այդ բամբասողների շրջապատում նաև կան մարդիկ, ովքեր որ ձեզ համար շատ հավատարիմ մտերիմ ընկերներ են։ Միգուցե պետք է այստեղ զգուշություն արդեն լինի իրենց նկատմամբ կամ կարող է ձեր մտերիմ անձնավորությունն է ասում, որ գիտես, այս մարդիկ բամբասում են, քիչ բացվի իրենց մոտ քո կյանքից։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին փետրվարի 18-ին։
Հարգելի աղեղնավորներ, այդ օրը ինչ-որ մի բան պարզ կդառնա ձեզ համար, ինչ-որ մի իրավիճակ է պարզանալու։ Նաև ուրախ կլինեք, տրամադրությունը բարձր կլինի, սպիտակ շերտ է մտնում ձեր կյանք, սպիտակ շերտ է գալիս ձեր կյանք, որոշ հարցեր կլուծեք, կավարտեք, կվերջացնեք այդ օրը։ Գուցե դա է, հա, ինչ-որ պարզ է դառնում ինչ-որ մի բան եւ սկսում եք արդեն զբաղվել ձեր գործերով։ Եվ այստեղ նաև սիրավեպ է։ Սա սիրային արկածներ են սրանք, միգուցե նոր սեր է, միգուցե ձեր ռոմանտիկ պահեր եք անցկացնում ձեր սիրելիի հետ, ձեր ամուսնու հետ, կնոջ հետ։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին փետրվարի 18-ին։ Հարգելի այդ եղջյուրներ, այդ օրը որևիցե գաղտնիք կբացահայտվի ձեզ համար, նաև ձեր հետևում որևիցե գործողություններ են կատարվում, ձեր մեջքի հետևում մարդիկ կան, որ խոզություն են անում, այնպես որ ուշադիր եղեք այստեղ, եթե ձեր աշխատանքին է վերաբերվում, դա կարող է լինել այդ գաղտնիքը դրա հետ կապված։ Այստեղ ցավոք էլ ուրիշ բան չկա, որ կարողանամ ես ձեզ ասել։ Դες զգուշացում ունեք, որ հետևեք, որովհետև հա ինչ-որ խարդաղ բաներ են կատարվում ձեր մեջքի հետևում։ Այսքանը, ուրիշ բան չկա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին փետրվարի 18-ին։
Հարգելի ջրհոսեր, այդ օրը ոչն համակարգական կապի մեջ կլինեք ինչ-որ մարկանց հետ, նավր նաև փաստաթղթերն եք դասավորում, փաստաթղթեր եք տանում, հանձնում ինչ-որ միտեղ, ինչ-որ կարևոր փաստաթղթերի հետ կարող եք աշխատել այդ օրը։ Նաև աշխատանքի հետ կապված այստեղ ոմանք ընդունվեն աշխատանքի, ոմանք նաև կարող եք հարցազրույցի գնալ, առաջ խաղացում է սա նաև պաշտոն է, հա, ձեր գործում այն ինչ որ դուք եք անում, այդտեղ առաջ խաղացում կունենաք։ Ձեր տնօրենը, ձեր ղեկավարությունը ձեզ կգնահատի, ձեր աշխատանքը կգնահատի։ Նաև ինչ որ մեկը կարող է անկեղծանալ ձեզ ձեր դիմաց, հա, կամ նաև կարող է իրոք տնօրենը անկեղծ է ձեր հետ կապված, ձեր աշխատանքի հետ կապված։ Ամենայն դեպս անկեղծություն կա, թե հիմա ով է գալիս են ձեր մոտ, բացվում են, ինչ-որ մի գաղտնիք են, հա, կիսվում։ Նաև լավ լուր կլսեք այդ օրը։ Միգուցե աշխատանքի հետ է կապված, կականչում են ձեզ աշխատանքի։ Կամ այդ առաջ խաղացումն է ձեզ համար լավ լուր։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Այդտեղ նաև լուսինն է կա։ Դա նշանակում է որևիցե խճճված պատմություն է, որ դեռ այդ իրավիճակի լուծումը դեռ չկա, դեռ պատասխանը չունեք, այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին փետրվարի 18-ին։ Հարգելի ձկներ, այդ օրը հավատարմություն կա, կամ կհանդիպեք որևէ ձեզ համար մտերիմ անձնավորության հետ, հավատարիմ մարդու հետ։ Նաև այդ օրը հղիության մասին լուր կլսեք, դա կարող է լինել եւ ձերը, կարող է լինել ձեր շրջապատում որևէ մեկի հղիության լուրը։ Նաև ոմանց ամուսնության առաջարկ կանեն, ոմանց սիրո խոստովանություն կամ դուք կանեք, նաև հրավերք հարսանիքի, նշանադրության։ Եվ այստեղ ընտանեկան զրույց կունենաք, ընտանիքի անդամների հետ զրույց, դա կարող է նաև կապված լինել ձեր ռոմանտիկ հարաբերությունների հետ, միգուցե ծանոթություն է սա հակառակ սեռի ծնողների հետ, միգուցե քննարկվում է այստեղ կամ քննարկում եք կամ ասում եք իրենց, որ ինչ-որ մեկի հետ կապված եք, ինչ-որ մեկի հետ եք հանդիպում, այդպես տեղեկացնում եք ձեր ծնողներին, սա ընտանիքի հետ նստած վերլուծում եք նաև այդ որևիցե սիրային թեմա, ամուսնության թեմա, հարաբերությունների թեմա կամ հարաբերություններ եք պարզում, այդպես ընտանիքում,
զույգերի միջև։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։